Շնորհակալ եմ, մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, շարունակելով գործընկերոջս խոսքը, պարոն Պողոսյան, ես էլ իրականում չեմ հավատում, որ 300 մեքենա են ընդհանրապես ամբողջ Հայաստանապետությունում գործող դիլերները ներկրել, այստեղ ունենք բազմաթիվ ահազանգեր եւ այս թիվը ամեն օր մեծանալու է, ավելի քան վստահ եմ, մեր հաջորդ քառորյայի ժամանակ 1000-ից ավելի արդեն քաղաքացիա լինելու, որ ներմուծածա լինելու էլեկտրական մեքենա եւ բարձվելա, որ այդ քվոտայից չի կարողանում օգտվել։ Ես կարծում եմ կարելի է մեկ այլ տարբերակով գնալ, որոշակի ժամկետ տալ դիլերներին եւ ասել, որ օրինակ միջև պայմանական է ամբողջ ասում, միջև սեպտեմբերի 1-ը եթե չեք լրացնում, այս քվոտան նորից անցնում է ֆիզանձերի դեպքում։ Եվ նաեւ ես խնդրել էի, որ վիճակագրություն տակ, օրինակ 100 լիտր դիզվառելիքը կամ բենզինով պայմանական 1000 կիլոմետր է երթևեկում։ 1000 կիլոմետր երթևեկելու համար նույն իմ էլեկտրական մեքենան սպառում եմ 130-150 կիլովատ հոսանք, այսինքն 50,000-ի փոխարեն հիմա վճարում եմ 8000 դրամ, արդեն 2 տարի այդպես խնայում եմ։ Բայց ես խնդրել էի հաշվել, արդյոք այդ 100 լիտր դիզվառելիքից գոյացող հարկը ինչքան է եւ օրինակ էլեկտրաէներգիայից այդ 150 կիլովատից, որովհետեւ այդ էլեկտրաէներգիան ամբողջությամբ արտադրվում է Հայաստանի Հանրապետությունում, ի տարբերություն այդ բենզինի, որ ամեն անգամ տենց գալիս է մի բան, որ պետքա զանգենք, խնդրվենք, մեզ մի քիչ էլ բենզին տվեք, քաղաքական որոշակի նպատակներով նաև կասեցում է, այսինքն այս հաշվարկն դա պետք անել։ Եվ նաև ես գիտեմ, որ ֆիզանձերի դեպքում ԵԱՏՄ-ի հետ մենք ընդհանրապես կապ չունենք, այսինքն ֆիզանձերի ներմուծված մեքենաների որևէ հարկ ԵԱՏՄ բյուջեը չի գնում։ Ես կարծում եմ կարելի է մտածել նաև ոչ թե սա կլինի հետ քայլես մեր որոշումից, այլ նոր որևէ պետական արտոնություն Հայաստանի Հանրապետությունում ֆիզանձերը, որ ներմուծեն, իրանց որոշակի արտոնություն լինի, գուցե զրոյական մաքսատուրքեր չլինի, այլ հետադարձի տեսքով լինի, բայց եթե որպես պետություն մենք կարծում ենք, որ այս էլեկտրական մեքենաները մեզ պետք են եւ նաեւ խնայում են քաղաքացիների գումարները, դրանով նաեւ շահույթ են բերում մեր հեկերին, ատոմական եւ այլն, կարծում եմ կարելի է մտածել այս մասով կոնկրետ ֆիզանձերին արտոնություն տալու։ Շնորհակալություն։